44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին տված հարցազրույցում առանց շակերտները բացելու նշում է, որ 2020 թվականին հետախուզությունը զեկուցել է պատերազմի սկսման հավանականության մասին։ Ընդհուպ մինչև օրն է նշել։ Բայց եղել են ուժեր, որոնք հակառակն են զեկուցել եւ հորդորել են ոչ մի քայլ չանել, որպեսզի չսադրեն պատերազմը։ Սա զուտ, չակերտները չբացված ինֆորմացիա է։ Դե պատկերացրեք, եթե ինչ-որ պահի որոշում կայացվի չակերտները բացել, կամ մարդ եք էլի, պատահական ինֆորմացիայի սլիվ լինի։ Ինչևէ, ուզում եմ որոշ ուժերի խորհուրդ տալ իրենց Ռեմբոյի տեղ չդնեն եւ հասարակությանը չլարեն բանակի դեմ։ Ռազմագերիների մի խումբ առավոտից իրիկուն, փրփուրը բերանին, վարքաբեկում էին Հայաստանի Հանրապետության բանակի հետախուզությանը եւ հակահետախուզությանը, թե ինչու ժամանակին չեն զեկուցել։ Պարզվեց զեկուցել են։ Նույնիսկ օրն են նշել։ Որոշ տհաս Ռեմբո լոլոներ լավաշ հոդվածներ են գրում, թե բա ինչու առաջինը չէինք խփել, երբ տեսանք կուտակումներ կար եւ այլն։ Բայց անգամ պատկերացում չունեն, թե ինչ արտաքին ճնշումներ են եղել չսադրելու եւ նույնիսկ այդ ճնշումների պարագայում ինչ հսկայական աշխատանք է տարվել, որը մինչ այսօր էլ հույժ գաղտնի է։ Առանց այդ աշխատանքների մեր, առանց այդ էլ ծանր կորուստները առնվազն եռակի կլինեին։ Միջազգային փորձագետները թշնամու 12,000 զոհի մասին էին խոսում։ Դրա առյուծի բաժինը մեր գրագետ հրետանավորների եւ սարսափ առաջացնող հետախույզների աշխատանքի արդյունքն է։ Այո, եթե քննիչ հանձնաժողովն այսօր է հայտնում, որ հետախուզությունը ժամանակին պատշաճ զեկուցել է, ես այդ մասին դեռ ասել եմ 2021 թվականին, երբ կազմակերպված մեդիա գրոհ էր սկսվել որոշ ուժերի կողմից հետախուզության դեմ։ Այդ մասին անընդհատ գրել եմ։ Հիմա էլ ասում եմ, այո, Հայաստանի Հանրապետության վարչապետը 2 անգամ արժանի պատասխան է տվել հարևան ոչխարին, գոյություն չունեցող միջանցքային խոսակցության կապակցությամբ։ Բայց այստեղ կարևորը ոչ թե այն է, որ քեզ հայհոյեցին եւ դու պատասխանեցիր, այլ շատ ավելի կարևոր է, ինչու քեզ հայհոյեցին։ Եվ ուրեմն նախ եւ առաջ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որի մեջ քո բռնած դիրքը թույլ չի տա, որ քեզ հայհոյեն։ Այդ միջավայրը կարող է ստեղծել միայն եւ միայն հզոր, զարգացած գրագետ բանակը։ Այնպես որ ոչինչ չի վերջացել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում եւ վաղ է մտածել հանգստի մասին։ Ավելի շատ պետք է աշխատենք։ Սպաները գիշեր եւ ցերեկ պետք է նախ կրթվեն եւ հետո իրենց գիտելիքները փոխանցեն շարքային զինվորին։ Պահեստայինները պետք է մասնակցեն զորավարժություններին եւ հստակ իմանան իրենց տեղը։ Պետք է վերջ տրվի իրար վիրավորելուն եւ պարակտվելուն, քանզի մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմ, եկեք նախ ռազմական կոմպոնենտից խոսենք, որովհետև քաղաքական կոմպոնենտի մասին այնքան է խոսվել, ինձ թվում է վերջ չի ունենա դա, որովհետև մենք, օրինակ ես, Հայաստանյան միջին վիճակագրական քաղաքացիս, իրոք հավատացած է, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն ունենք եւ իմ իշխանության առաջ որպես քաղաքացի երբեք պահանջ չեմ դրել գնալ խաղաղ լուծման չկասկածելով, որ իմ բանակը կհաղթի պատերազմում, ինձ թվում է հեռուստադիտողներ շատերը կիսում են իմ այս վերաբերմունքը։ Ինչու պարտվեցինք ռազմական առումով։ Բանակցային գործընթացից։ Ես որոշում կայացրեցի հանձնաժողովի կողմից արձանագրված է դա, որ Հանրապետության վարչապետի հրավերի պարագայում մենք ունենանք բաց քննարկում մի կտորը, եւ այնտեղ կային կտորներ, որոնք վերաբերվում էին հետախուզական տեղեկատվությանը եւ նաեւ մեր կիրառած զինատեսակներին, որը պետքա փակ լինի մինչեւ չգիտեմ երբ։ Բայց այդ բաց մասը շատ կարեւոր էր նաեւ, որպեսզի մենք կարողանանք հասկանանք բանակցային գործընթացի որ հատվածից մենք սկսեցինք այսպես վայրի վերումների մեջ հայտնվել եւ դրան զուգահեռ ինչքան մեծամտացանք մեր ռազմական հաջողությունների ֆոնին, որի արդյունքում սկսեց կոռուպցիան թափանցել դեպի բանակ։ Կադրային քաղաքականությունը խայտառակություն էր։ Մենք ունեցել ենք զինվորականներ, որոնք կներեք չէին կարող նույնիսկ դասակ ղեկավարեն, բայց նրանցից շատերը ունեցել են մինչև գեներալ լեյտենանտի ուսանող։ Փաստված է դա։ Իհարկե։ Այդ ամեն ինչը փաստված է։ Ինչի պետքա մենք պատերազմի ավարտից հետո քննչական մարմիններում քննվեն 10,000-ից ավել քրեական գործեր։ Դասալքություն, բոլոր դրսևորումը, բոլորը փաստագրված են, ընդ որում հիմնավորված են։ Դավաճանություն, ինչ ասեմ դավաճանություն, այն էլ հակառակորդ ուժի համար։ Արտաքին քաղաքական մեր
գործընկերների հետ մեր հարաբերություններում եւ այդ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում նաեւ տեղեկատվություն ստանալու կամ փոխանցելու այդ բանը։ Վերջին հաշվով մենք եթե մեր ռադիո հետախուզության դվանը չլիներ, մենք չէինք իմանա, որ 27-ին հարձակում կլինի։ Դարմայել ամսի 26-ին Պաշտպանության նախարարը բացակայում էր Հայաստանից, որտեղ ինքը վստահ էր, որ կռիվ չի լինելու։ Այդպես էին մեզ համոզել։ Դա նշանակում է մեր համուսան կառույցները այդքան էլ պատրաստված չեն եղել, բայց կարող եմ ասել, որ մեր հետախուզությունը նաև զեկուցել է հնարավոր մոտալուտ ժամանակի մասին։ Բայց ես փակագծեր չբացեմ, որ դրանք խիստ գաղտնի կոնկրետ օրն են ասել, թե կոնկրետ օրը մենք զգացել է Ունիկ Գասպարյանը, երբ որ Նախիջևանում տեղակայված թուրքական բանակի F-16 էսկադրիլիայի անձնակազմի մեջ խոսակցություն եղել եւ գլխի են ընկել, որ ոնց որ վաղը մի բան լինելու է։ Իհարկե դրանից առաջ գլխավոր շտաբի պետը տվել է համապատասխան հրահանգավորումները, բայց դա արդեն ուշացած էր։ Մենք մտանք կռվի մեջ, այնպես չի, որ մենք պատրաստ չէինք այդ պահի համար, բայց երբ որ տևական ռազմական գործողությունները սկսեցին ավելի ձգվել, սկսեցին մեր պահեստները դատարկվել, սկսեցին արդեն այլ խնդիրներ առաջանալ, սկսեցին նաև անձնակազմի լրացման խնդիրները դարձավ ավելի ակնառու։ Զորակոչի մասին չի խոսքը։ Աշխարհազորից սկսած մեր ռեսուրսները, որ հիմա պատրաստում ենք, պահեստազորի մեր ռեսուրսները, դրանք կարելի ասել մենք չենք ունեցել։ Երբ որ մենք խոսում ենք առաջնագծի մասին եւ ես անդադ ասում եմ բանգաբութուլգեկը այսօր փոխարինվել են ամրոցներով, Սերյանը Օհանյան վատ ազգում, թող վատ չզգա։ Ինքը չունեց այդ հնարավորությունը այդ ամբողջ համակարգը այս մակարդակի վրա կառուցելու համար։ Պարոն Քոչարյան, տեսեք, եթե մենք ունեցել ենք հետախուզական տեղեկություններ Ադրբեջան ռազմական մոտալու հարձակման մասին, բայց մենք նաև ստացել ենք այլ տեղեկություններ, ապակողմնորոշող Հապկից եւ Ռուսաստանից ապակողմնորոշող ուրիշ բանից մի հարցրեք։ Այդպիսի հարձակում հանգիստ եղեք, չի լինելու այդպիսի հարձակում։ Հապկից եւ Ռուսաստանից են ասել, պարոն Քոչարյան։ Ես չասեմ որտեղից, բայց այդպիսի օպերատիվ խաղ կազմակերպված եղել է։ Մոլորեսնելու նպատակով։ Բնականաբար, այդ կառույցները մոլորեսնելու համար են եւ ինֆորմացիա հավաքագրելու, բայց մենք պիտի չմոլորվենք։ Մենք մեր աղբյուրները այսպես մենք ինքներս մեզ բան ենք արի բթացրել ենք, մենք մեծամտածել ենք, խաղ կար մեր դեմ, չէ իրոք։ Դա շատ մեծ վստահություն կար դաշնակցի նկատմամբ ամեն դեպքում։ Ես ասեմ, բայց մենք պետք է ուշադիր հետևենք դաշնակիցը ինչ քայլեր է անում, ինչ տեմպերով, եւ վերջին հաշվով ինչ որ բան փոխվեց, որտեղ մենք զորամնացականն էլ ենք լսել, եւ դա շատ արժեքավոր էր։ Իրավիճակը արտաքին քաղաքական դաշտում որ պայծ սկսեց փոխվել, որտեղ ինչ որ պայ եղավ, որ Ադրբեջանի պարլամենտը ամբողջը գրավեց եւ այդտեղ նաեւ արտաքին ուժերը Ալիև կրծերին կարողացան տանեն դեպի պատերազմ։ Դա Թուրքիան էր, գուցե նաեւ այլ ուժեր, բայց ամեն դեպքում պատերազմը սկսվեց։ Այդ պատերազմը սկսվելու պահին մենք ինչքանով էինք տեսել մեր ռազմավարական, ծրագրերի մեջ, որ պատերազմը ինչ ծավալներով կարա լինի եւ մենք ինչքան ենք պատրաստ այդ պատերազմին քննիչ հանձնաժողով բավականին մանրակրկիտ ուսումնասիրել է այդ բոլոր հարցերը։ Եվ վերջին հաշվով մի բան ասեմ։ Երբ որ Ունիկ Գասպարյանը նոր նշանակվել է որպես գլխավոր շտաբի պետ, ինքը խնդիր էր դրել երկրի քաղաքական ղեկավարության առաջ, որ բանակի բարեփոխումների համար պետքա բավականին խոշոր գումար հատկացնել։ Ես հարց եմ տվել Ունիկ Գասպարյանին եւ ինքը ասել է, որ հանրապետության վարչապետն ասել է, եթե խնդիրը դրել ես, մենք որպես կառավարություն դա պարտավոր ենք անենք։ Խոսքը 8 միլիարդի մասին է։ Այսինքն պատկերացնեք ինչքան ենք մենք հետ մնացել հակառակորդի ձևավորած համակարգերից։ Դուք ասացիք, որ ըստ էության մի քանի օր առաջ, 1-2 օր առաջ հետախուզությունը Հայաստանին տվել է, պատերազմի հայկական կողմին տվել է պատերազմի հավանականության մասին տեղեկատվություն։ Սամվել Բաբայանը այն ժամանակ ասում էր, որ մեր հակաօդային պաշտպանության միջոցները 40-50%, եթե չեմ սխալվում, խփվել է առաջին օրերին։ Եթե մենք ունեցել ենք տեղեկություններ, ինչու չեն այս հակաօդային պաշտպանության միջոցները տեղ փոխարվել եւ հակառակորդին մոլորեցրել։ Նույնը վերաբերվում է նաև զորամասերին, որոնք հարվածի տակ են ընկել։ Զորամասերը բացազատված են եղել։ Բաբայանը մի քիչ ամբողջությամբ բացահայտված։ Այո, բացազատված են եղել։ Այսինքն զորանոցների հարվածներ չեն եղել այսպես։ Մի պահ բացազատվել։ Մարկային կորուստներ բերելով բան քոչ։ Նախ ունեցել ենք, բայց զորամասերից անձնակազմը դուրս հանվել է տեխնիկայով։ Բոլորը։ Ասենք իմ տղան ծառայել է Հայկազով զորամասում, իրենք պատերազմից մի քանի օր առաջ բարձրացվել են։
Շատ լավ։ Իսկ հակաօթային պաշտպանության պաշտպանությունը մերը չի արդիականացել, նոր սկսվել էր արդիականացնել, նաև 18 թվականի փոփոխությունից հետո տոր համակարգերը սկսեցին ներկրվել Հայաստան, հիմնականում տեղակայվեցին եւ պատերազմի ընթացքում մինչեւ վերջին պահը տոր համակարգերից 1-2 դիվիզիոն դեռ ծառայության մեջ էր, բայց խոցվել էին։ Այդ ընթացքում նաև մենք փորձում ենք Իժևսկի գործանից պայստամասերը արագ բերենք, լոգիստիկ բարդագույն խնդիրների առաջ էր կանգնած վարչապետի բորտը վերջը ծառայում էր այդ նպատակին, ճանապարհները փակային հասամար եւ հարևանների կողմից, ճիշտ հասկացեք։ Դրա համար մեր պահեստները, եթե մենք մտածում էինք, որ կարա պատերազմի վերածվի, մենք պիտի պատրաստ լինեինք, այլ ոչ թե մեծամտածած ասենք մեր դեմ խաղ չկա։ Զենք կրելու գործիներ, ոչ միայն ասենք, մարդկային ռեսուրսը, պայստազորը ինչ վիճակի։ Չէ, ասացիք վարչապետի բորտը ծառայում էր այդ նպատակին։ Բա ինչով, այո։ Տեխնիկա բերել նպատակին զենք։ Այո, բայց այդ մասին էլ զեկուցում կա։ Հիմա դուք ինձ անդադ տանում եք, որ ես ասեմ, բա այդ դեպքում կասեն զեկույց արդեն թող է արխիվ։ Բայց հանրության համար եք, չէ՞, զեկույցը։ Ես ուզում եմ հանրությունը իմանա։ Այլի բաներ կա, որ հանրությունը պիտի իմանա։ Օրինակ, ես մտածում եմ, ախր չէ որ եղել են որոշումներ, որ ես չեմ կարող հրապարակել։ Բայց այդ որոշումները արվել են, որովհետև վերջին հույսի որոշումներ։ Բայց այդ որոշումները եղել են։ Վերջին հաշվով մեր զինվորականությունը նաև կռվել է, այնպես չի, որ մենք ճեղքում եղավ։ Չէ, մենք Վերջին հաշվով քարորիա պատերազմից եթե դասեր քաղային, լելեթափ ենք ասում։ Հա, լելեթափ։ Վերջին հաշվով հակառակորդը նույն ուղղություններով ճեղքում արեց, որովհետև այդ ուղղությունը պետքա գիտակցեին, որ հիմնական ուղղություն պետքա լինի։ Մեր զինվորականները չգիտակցեցին, որովհետև մանրամասն չէին փորձել հասկանան ինչի համար հարավը դեպի Մեղրի էր։ Ճեղքում եղել է հարավից։ Զորամասեր կարծեմ լուծարվել են, չէ՞, պարոն Քոչարյան։ Այո, զորամասեր լուծարվել են։ Ով էր որոշել այդ զորամասերը լուծարել։ Գուցե զեկույցը ներկայացնելուց ասեմ։ Որոշում կայացնողները հայտնի են, քրեական գործեր կան, քննվում են այդ գործերը։ Այո, զորամասեր են լուծարվել, որը իրավունք չունեն լուծարեն, հատկապես հարավում։ Ավելին ձեզ ասեմ, նաև զորամասեր կան, որտեղ մեր ազգաբնակությունը պատրաստ չէր հնարավոր զարգացումներին, նաև մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի, որտեղ իրենց նաև երեխաները ծառայության մեջ են եւ այդ ամբողջի մեջ պետք է նաև աջակցություն, հասարակական աջակցություն, քաղաքական ուժերի կողմից աջակցություն։ Ինչի հենց այդ ժամանակ սկսվեց հարձակումը, կոവിഡ്։ Գագիկ Ծառուկյանին նստեցնում են Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ, հիշում եմ։ Չէ, եկեք չմտնենք այդ դաշտ։ Չէ, ուզում եմ ասել լարվածություն կա Հայաստանում։ Պետական ինստիտուտները մենք իներցիայով նորից գտնվում ենք, այսպես որ մեր դեմ խաղ չկա։ Բայց նաև պատահական չասեցի ունի Գասպարյանի առաջարկը նշանակվելուց հետո հանրապետության վարչապետին եւ դա արձանագրված է։ Եվ այդ առաջարկը ընդունված է եւ սկսել է process, բայց ժամանակ արդեն չհերիքեց։ Դրանից հետո մեր բանից հետո, հա, վերջին հաշվով պատերազմից հետո, պատերազմի ելքից հետո Հայաստանի իշխանությունները քայլեր են անում, որը պետք է արված լիներ շատ վաղուց։ Հիմա փողը կար այն ժամանակ չկար։ Փողը հեն աղվան Հովսեփյանի պատերի մեջ է։ Բոլոր կոռուպցիայի մեջ խրված պետական գործիչները։ Սվեցելի, պարոն Քոչարյան, բանականց եք։ Չէ, հա։ Հա։ Դուք ոնց որ տեղերով շփոթում ենք, էլի, ոնց որ դուք լրագրողը լինեք ես։ Կառավարող ուժի ներկայացուցիչները, նաև ես դժգոհ եմ, որովհետև ես գիտեմ պատճառները որտեղ են մեր պարտությունները, որտեղ եւ քարորիայի ժամանակ եւ դրանից հետո 44 օրերի ժամանակ վերջին հաշվով պարտության հիմքերը մանրակրկիտ է ուսումնասիրվել։ Ժամկետանց զեկույցը տալիս է հարցերի պատասխանը, թող Թագուհի Թոմասյանը սպասի ժամկետանց զեկույցին, որտեղ դա ինչքան ինձ է պետք, մեր պետությանն է պետք, այնքան էլ նաև ընդդիմությանն է պետք, որի աշխատանքից նաև բոլորը փախել են, եւ պատիվունումը եւ Հայաստան խմբակցությունը։ Իսկ զորամասերը ով է լուծարել եւ ինչ նպատակով, վեհ նպատակով, թե միտումնավոր վնաս տալու, պարոն Քոչարյան, ձեր կարծիքով։ Երևի չեն հասկացել, որ պատերազմը մոտ է։ Վնաս տալու չեմ կարծում։ Դժվար թե Արտակ Դավթյանը վնաս տալու միտում ունենար։ Չէ։ Խելք ունենային։ Եվ վերջին հաշվով ավելի սահմանափակ ռեսուրսներով մենք 94-ին պարտադրել ենք հրադադար։ Ինչ կար դրա մեջ։ Ես ասացի մի քանի կոմպոնենտ. որակյալ սպայակազմ, ոգի, նպատակ, ավարտից հետո մենք շարունակենք դեպի խաղաղություն։ Հիմա ենք խոսում խաղաղությունից ոչ շահեկան պայմաններով, բայց այն ժամանակ բոլոր նախագահները
20 տարի Ղարաբաղյան ցակում ունեցող երկու նախագահ են ունեցել։ Ինչի չեն գնում խաղաղություն, որտեղ խաղաղությունը ստատուս քվոն էր պետք իրանց։ Այդ հարցի պատասխանը կա զեկույցում, պարոն Քոչարյան։ Այո, բայց ինչ եք անդադ իմ զեկույցի դրույթները փորձում քաշեք։ Որովհետև կասկածում եմ, որ կհրապարակվի պարոն Քոչարյան։ Եթե կասկածներից մեկն է դուք պարտավոր եք պարոն Քոչարյանին եւ ոչ միայն պարոն Քոչարյանին, հանձնաժողովի էլի անդամների, ասեք, այս զեկույցում համար էի կարել։ Դե մենք այս ժամկետանց, այդ ինչ ժամկետանց։ Հրապարակային քաղաքացիական պայմանագիր կնքեցինք, որ 1-2 ամիս հետո կգաք էլի այստեղ եւ մեր հարցերին կպատասխանեք, չէ՞։ Ես պարտավոր եմ գամ, ոչ միայն ձեր մոտ, ինչի ձեր մոտ, որովհետեւ ես երևի ավելի շուտ դիգայի, մեր զրույցը դեռ հələ շատ դրվագներ կա, չնայած ֆակտորի հետ ես միշտ ունեցել եմ որոշակի կոնտակտներ դեռ 18 թվականից սկսած